Ջիլավյանը միջնակարգն ավարտել էր գերազանցությամբ, 7 համալսարան էր ընդունվել, 7-ում էլ կրթությունը կիսատ թողել։ Այնինչ դասավանդում էին համալսարաններում, ըստ նրա կտրված էր կյանքից և հետաքրքիր չէր։ Փոխարենը երազում էր միավորել աշխարհասփյուռ հայերին, և այդ գաղափարի իրագործման համար գումար էր պետք աշխատել, շատ գումար։ Գիտեր, նպատակին հասնելու համար երկար ճանապարհ ուներ անցնելու, և այդ ճանապարհը սկսում է Ուզբեկստանից։ Արդեն 1980-ից 90-ականներին համարվում էր Ուզբեկստանի, այնուհետև Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Հմուտ ձեռնարկատեր էր, ընկերական հարաբերություններ ուներ տարբեր անվանի և ազդեցիկ մարդկանց հետ։ Բիզնես գործունեության սկիզբն Ուզբեկստանում էր։ Իր կապերի շնորհիվ սկսում է ղեկավարել տրիկոտաժի ընդհատակյա արտադրամասերից մեկը։ 1975-ին դատապարտվում է 3 տարի ազատազրկման, սպեկուլյացիայի մեղադրանքով։ Ազատ է արձակվում վաղաժամկետ, օրինապահ վարքագծի համար։ ԽՍՀՄ փլուզումից հետո Ջիլավյանը տեղափոխվում է Մոսկվա, որտեղ ստեղծում է կոոպերատիվների ցանց։ 90-ականների սկզբին Մոսկվայում գնում է մի քանի առևտրային բանկ, այնուհետև դրանց միջոցով հսկայական գումարներ դնում շրջանառության մեջ։ Մոսկվայում ապրելու տարիներին մտերմանում է ռուսական վերնախավի հետ, կատարվում է կյանքի երազանքը, ստեղծում է հայկական միջազգային ասամբլեան, որի նպատակն էր միավորել հայերին և օգնել Հայաստանին։ Այդ ժամանակ էր, որ շրջապատը նրան հորդորում է դառնալ Հայաստանի Հանրապետության նախագահ, սակայն երբ փորձ է անում մտնել քաղաքականություն, Ջիլավյանի խոսքով սկսում են իրեն հետապնդել, քրեական գործ սարքել։ Ըստ որոշ աղբյուրների, այդ ժամանակվա ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանն անգամ հատուկ խումբ էր ստեղծել Ջիլավյանին վերացնելու համար, և այս ամենն արվել էր կանխելու նրա առաջադրումը։ Նախկին միլիոնատիրոջը ժամանակին համեմատում էին Օստապ Բենդերի հետ, մեծարում բարեգործությունների և մեղադրում մեքենայությունների համար։ Խորհրդային և հետխորհրդային ժամանակների միլիոնատերը մի քանի կաթված էր տարել, սիրտը ստենդավորել էին։ Կյանքի վերջին տարիներին ապրում էր Հայաստանում, ռուսական թոշակով, 13,000 ռուբլի, որը հազիվ էր բավարարում սալյակին գամբազ Ջիլավյանին, խնամակալին վճարելու, ուտելիք, ծխախոտ գնելու և կոմունալ վճարումների համար։